Բարև ձեզ, սիրելի քույրեր, եղբայրներ։ Ողջույններ, սիրելիներ։ Բարև ձեզ, սիրելի քույր եւ եղբայր, խնդրում եմ ասեք, խաչակնքվել կարելի է թե ոչ, եւ ինչ է նշանակում դա, նախորդ շնորհակալություն։ Բայց քրքի մեջ կա Խաչակնքվել մասին, ոնց որ չկա։ Եթե չկա խաչակնքվել, ոչ էլ ասում է կարելի է կամ չէ, կամ խաչակնքվել։ Երևի մի ուրիշ տեղ են կարդացել։ Չէ, ոչ միտեղ էլ ինձի թվում է քահանաները եկեղեցիական։ Եկեղեցական, հա։ Կամ աշխարհի մարդիկ եկեղեցի են տենում, սենց են անում, երևի դրա հիման վրա է, էլի, Աստծո հաստատի։ Հա, կամ մոմ են վառում։ Դες բաներ Աստվածաշնչի մեջ չկա։ Սիրելի Աստծո, ես չեմ էլ կարա պատասխանեմ այդ հարցի, կարա պատասխանեմ։ Որովհետև մեր պապական սովորությունն է, որովհետև քահանաները ինձնից կարամ ես բանանեմ, պատասխանեմ շատ այդ հարցին, բայց Աստվածաշնչի մեջ չկա գրված այդ մասին, ոչ միտեղ չկա։ Եթե չկա, ես զգուշություն եմ անում, որ չխոսամ Աստվածաշնչից դուրս։ Կարդամ Աստվածաշնչով մի քանի տեղեր, խաչ բառի վրայով, ու մենք ամենքս քննենք, տենակ ինչ է նշանակում խաչը ու կարելի է խաչակնքվել թե չէ։ Խաչ մենք գիտենք Քրիստոսը մեռավ խաչի վրա, արյուն թափեց խաչի վրա, իր խաչով եղավ փրկությունը, իր խաչի քարոզություններ քարոզում Պողոս առաքյալը։ Խաչ այդ հասկացությունը մենք գիտենք, բայց խաչակնքվել չկա Աստվածաշնչի մեջ, ու ոչ մի առաքյալ կամ հավատացյալ խաչակնքվել չի խաչակնքվել։ Իսկ հիմի եկեղեցիներում որ խաչակնքվում են, երևի մի սիմվոլիկ բան կա դրա մեջ, որովհետև տրնդեզի վրայով քահանաները խոսում էին, որ դա կրակն է, այսին սիմվոլն է, սենց ենք անում, որովհետև սենց Դա պապական սովորություններ են, կամ ծիսակատարություններ են, կամ չգիտեմ, Աստվածաշնչի մեջ եթե չկա, ես դժվարանում եմ պատասխանեմ, սիրելի հարց տվող։ Բայց տեսեք, խաչի մասին մի քանի տեղեր կարդամ, մենք ինքներս մտածենք, տեսնենք խաչը ինչա, գոնե հասկանում ենք ինչա խաչը, թե այն փայտը գիտենք ու վերջ։ Աստվածաշունչի միջի ամեն մի խոսքը կետը նշանագիրը նշանակություն ունի։ Խաչն էլ մեծ նշանակություն ունի։ Մի քիչ առաջ մենք խոսում էինք, մի քիչ առաջ որն է մի հատ թե երկու հաղորդում առաջ Եհովայի վկաների փայտից կախելուն։ Դա արդեն Աստվածաշնչյան վարդապետություն է։ Հոգևոր ներսի վարդապետություն է, հասկանում եք սիրելի քույրեր։ Հիմա ես կարդամ լավ, բան լինենք, միտք առնենք, սովորենք, տեսնենք ինչա խաչը։ Մատթեոս 10:38-ում սենց է գրված. Ան որ խաչը չառնե ու իմ հետևից գա, ինձ արժանի չի, Հիսուսն ասեց։ Հիմա ինչ անենք։ Մի հատ խաչ սարքենք ու Հիսուսն ուր է որ իր հետևից էթանք կա։ Հասկանում եք, չի, եսի մարմնավոր խոսքեր չեն սրանք, ոչ էլ խաչը։ Հոգևոր իմաստ ունի, հոգևոր հասկացողություն ունի։ Այն որ իր խաչը չվերցնի իմ հետևից գա, ինձ արժանի չի։ Նույն Մատթեոս 20:19-ում գրված է. Ծաղր էին անում եւ ասում էին, որ խաչը հանեք Հիսուսին։ Ուզում էին, որ ժողովուրդը, մեղավոր ժողովուրդը, Հիսուս Քրիստոսին չսիրող, չընդունող, չհավատացող ժողովուրդը ասում են խաչը հանեք։ Տեսեք, խաչը խորհուրդ կա։ Ինչ որ մի բան կա դրա տակ, ես ուզում եմ որ ամենքս միտք առնենք, էլի, շարունակությունը լավ։ 27:32-ում գրված է. Պահակ բռնեցին են Սիմոնին, արտից որ գալիս էր, պահակ բռնեցին, որ Քրիստոսի խաչը վերցնի, օգնես Քրիստոսին, կես ճանապարհի խաչը ինքը տարավ։ Ինչ այք Աստված էր, ուժից ընկել էր, ուժ չուներ, Աստծո մոտ մի բան կա, սա խորհուրդ ունի, սա ինչ որ նշանակություն ունի, սիրելի քույրեր, խաչի հետ կախված։ 40-րդ խոսքում գրված է. Ծաղր էին անում Հիսուսին ու ասում էին. Իջիր այդ խաչից։ Եթե դու Աստծո որդի ես, իջի այդ խաչից։ Խաչից իջի։ Մի խոսքով էլի, խաչ հասկացողությունը, արեք բան անենք։ Հովհաննես 19:17-ում գրված է. Ինքը իր խաչը վերցնելով ելավ Գողգոթա։ Հիսուս Քրիստոսը իր խաչը վերցրեց։ Դրա համար մեզի ասում ամեն մարդ թող իր խաչը վերցնի ու գա իմ հետևից, մի քիչ առաջ կարդացին։ Ստեղ ասում է ինքը իր խաչը վերցնելով գնաց Գողգոթա։ 31-րդ խոսքում գրված է. Չլա թե մարմինները խաչի վրա մնան։ Քանի որ դեմը շաբաթ էր,
Իրաքի էր, միաշաբթի էր, ասի խաչի վրա չմնա, խաչից իջացրեցին, դրեցին գերեզման, խաչի վրա չմնա։ Սրանք էլի մարմնավոր հասկացություններ չեն։ Կարող է այն ժամանակից տալում, դե սովորություն կար Հերաստանում, որ խաչի վրա երկար չմնա, որտեղ հին ուխտի մեջ գրված է, անիցիալ է, որ փայտից կախված է, եւ այլ, շատ բաներ կա գրված։ Բայց ես խաչի վրայով, մեր միտքը տնենք խաչի վրա, որպեսզի խաչի խորհուրդը հասկանանք։ Առաջի կողորտացիների առաջի 18-ում գրված է. խաչի քարոզությունը կորսվածների համար հիմարություն է, իսկ մեզ համար կյանք եւ ուրախություն։ Խաչի քարոզությունը կորսվածների համար հիմարություն է։ Այն մարդը, որ չի հավատում Քրիստոսին, կորած է դա համարվում։ Եթե կորած է, ուրեմն խաչի քարոզությունը իր համար հիմարություն է։ Լավ, իմի խաչել են այդ մարդուխի է հիմարություն, խաչի խորհուրդն է հիմարություն իրանց համար։ Հասկանում եք, անհավատների համար խաչի խորհուրդն է։ Այստեղ որ չի արդեն խաչի մասին է կամ սենց անելու մասին է, կամ այն խաչափայտի մասին է, խաչի խորհրդի մասին է, որ հիմարությունը կորսվածների համար։ Շարունակությունը 23-ում ասում է. «Կքարոզենք խաչալ Քրիստոսը»։ Մենք քարոզում ենք խաչալ Քրիստոսին։ Ոչ թե մեր համար մեռած Քրիստոսին են քարոզում, ոչ թե ասուորդի Քրիստոսին, ոչ թե խաչալ Քրիստոսին են քարոզում։ Միտքը եկեք բան անենք։ Բերենք մի տեղ։ Գաղատացիների 2:19-ում գրված է. Քրիստոսի հետ խաչի եղա։ Պողոս առաքյալն ասում, օրենքից ազատ օրենքի տակ չեմ, Քրիստոսի հետ խաչի ելած եմ։ Պողոս առաքյալը Քրիստոսի հետ խաչի չեր ելել։ Այսօր նույն խոսքերը ես դու կարանք կրկնենք։ Ես Քրիստոսի հետ խաչի ելած եմ, բայց երբ եմ խաչի ելել։ Ուրեմն հոգևոր եմ եղել ես, հոգևոր իմաստուն միտք կա դրա մեջ։ Մի ուրիշ տեղ Պողոս առաքյալն ասում է. դուք դարձյալ անգամ այդ ձեր վատ բանը անելով դարձյալ անգամ Քրիստոսին խաչն եք անում։ Քրիստոսը քանի անգամ խաչվեց։ Ես կասեմ օրեկան մեր համար խաչվում է ինքը հոգևոր իմաստով, իսկ ֆիզիկապես միակ։ Ուրեմն խորհուրդ ունի խաչին։ Գաղատացիների 4:1 թե գմեկն է 3:1-ը չգիտեմ։ Հիսուս Քրիստոսը ձեր մեջ խաչը ելած նկարագրվեցավ։ Պողոս առաքյալն է մեզ ասում, Հիսուս Քրիստոսը ձեր մեջ խաչը ելած, մեր մեջ խաչ եղած քարոզվեցավ մեզի։ Ոչ թե հենց մեր մեջ մեռած կամիջ, խաչը շատ կարևոր է։ Նույն Գաղատացիների 5:11-ում գրված է. խաչի գայթակղությունը խափանված է։ Այն մարդիկ, այն մենք, որ կորսված էին, խաչին չէինք հավատում, Քրիստոսին չէինք հավատում։ Հիմի որ հավատացին Քրիստոսին, արդեն խաչից չենք գայթակղվում, խափանված է այդ գայթակղությունը։ Արդեն մենք ենք եթում խաչին, գիտակցելով, հասկանալով։ Ես նորից եմ լավ հեսա վերջիներ կարդամ, կրկին ասու որդուն խաչը կհանեք, այսի ասեցինք։ Տեսեք, խաչի խորհուրդը նորից ոնց որ կրկնվում այլ է այս խոսքերը։ Բարձրություն, խորություն, լայնություն, երկարություն, սա է խաչի խորհուրդը, որ իմ հասկացողությունը, իմ իմաստությունը, ամեն մի հավատացյալի իմաստությունը պետք է երկնային իմաստություն ունենա, բարձրությունը, որ հավիճենականությունն է, կա հավիճենականությունը։ Աստված երկնային է, երկնքում է։ Եվ պետք է գիտակցի ու հասկանա խորությունը, որ եթե չընդունեմ, խորն եմ գնալու, եթե ասուն չընդունեմ, դժոխք եմ գնալու։ Այս հասկացողությունը ամեն մարդ իմանալուց խաչի խորհուրդը կհասկանա։ Ու լայնություն, երկարություն, անցած անգամ ես նորից կրկնեցի էսի, լայնությունը որտեղից է գալի, ուր է այդ երկարություն։ Այսինքն ես ես որ անիծեցի ես մարդուն, որտեղից եկավ այդ անեծքի իմ մեջ։ Խաչի խորհուրդն է դա, այդ հասկացողության խորհուրդն է, ամբողջությունն է հասկացողություն։ Ես որ անիծեցի, ուրեմն ատելությունից եկավ այդ անեծքը։ Ու ուր է եթալու, կորուստ, դժոխք։ Գիտեմ որտեղից եկավ ու ուր է եթալու։ Գիտեմ ում եմ հավատեմ, եթե չհավատամ ինչ անելու։ Այս է խաչի խորհուրդը, ամբողջությունը։ Սիրելի հաստատվող, իսկ այս խաչի մասին խաչակնքվելը կարելի է թե չէ, էլի չեմ կարող ասեմ, որտեղ ես չեմ խաչակնքվում, բայց ես որ մտնեմ եկեղեցի, տենամ սա խաչակնքվում է, սա բանեն անեմ, ես էլ կարող ասեմ անեմ։ Դա ոչ վատ բան է, ոչ չարություն է, ոչ չգիտեմ ինչ է։ Ես գիտակցությունով խաչի խորհուրդը գիտեմ, բայց իրանց չկայթակղեցնելու համար կանեմ։ Պողոս առաքյալն ասում է կմտնեմ կուրքի տուն ու կորքի զոհվածի միսը կուտեմ, որտեղ կուրքը ոչինչ է այս աշխարհում, գիտեմ։ Ինքը գիտե, այն խաչի խորհուրդը իր մեջ հաստատուն կար, կուրքը ինչ է, ոչ մի բան։ Նույնը ես գիտեմ այդ խաչի խորհուրդը, դրա համար կանեմ։
ֆիզիկապես մարմնավոր, ուրիշին չգայթակղեցնելու համար կանեմ։ Որտեւ ես գիտեմ գայթակղությունը որտեղից է գալի ու ուր է տանում։ Հիսուսն այց ես փոքրիկներից մեկին գայթակղեցրեցի, վայ ձեզի։ Ու ես գիտեմ երկնավոր հասկացողությունը, որ չգայթակղեցնեմ իրանց բանով էթա։ Ու ես գիտեմ նաև խաչի խորությունը, որ եթե իրանց բանով չեթամ գայթակղեցնեմ իրանց, ինչ անելու իմ վիճակը խորությունը։ Հասկանում եք, այս ամբողջ իմաստությունը փրկություն է, փրկում է, խաչի մահը փրկություն է։ Դրա համար Հիսուսը պետք է խաչի վրա մահանալ, որ փրկեր ամբողջ մարդկանցը։ Ինքը իր գիտակցությունով, իր հասկացողությունով արեց ու փրկեց ամբողջ աշխարհին։ Այսօր դու, սիրելի քուրս եւ եղբայրս, եթե ուզում ես մեկին փրկության պատճառ դառնաս, եթե դու ուզում ես Աստծուն փոխանցես այդ մարդու մեջ, խաչդ վերցրան, նոր գնա խոսքի հետևից, Քրիստոսի հետևից, դու կհաղթես անպայման։ Դու անպայման այդ ամբողջությունը, գիտակցությունը ունեցած մոտեցի մեկին քարոզա։ Եթե քեզ հակառակվեն, եթե քեզ անարգեն քարոզության ժամանակ, խաչի խորհուրդը հիշի։ Հիշի, որ իրանց պես վարվես ուր ես եթալու։ Հիշի, որ իրանց պես չվարվես աղոտ կանես իրանց համար ուր ես եթալու։ Հիշի այդ չարությունը, որ իրանց պես վարվես որտեղից է գալի։ Հիշի, որ իրանց պես չվարվես, Տիրոջ պես վարվես ուր է եթալու։ Հասկանում եք, այս խաչի խորհուրդը ամեն հավատացյալի համար ոչ թե պետք է, այլ պարտադիր է։ Պարտադիր շատ մեծ կարևորություն ունի։ Ամեն։ Այսքանը, ես չպատասխանեցի ձեր հարցին կոնկրետ ֆիզիկական մարմնավոր ձևով, ես պատասխանեցի ձեր հարցին հոգևոր ձևով։ Որտեղ մարմնավոր ձևով ես չեմ կարա, էլի եմ ասում, խորհուրդը չգիտեմ որն է։ Այսքան խաչի մասին կարդացին, գալը լիքը տեղեր կա էլի, գրված որ չկարդացի ես։ Որն է խաչ շակնքելու կամ խաչի դրա իմաստը չկա, ֆիզիկապես մարմնավոր չկա, պատական սովորություն է, սաղ անում են, ես էլ եմ անում։ Բայց հոգևոր իմաստով կա, լայն հասկացողություն կա ու շատ պարտադիր է ամեն հավատացողի համար։ Ամեն։ Աստված շատ օգնի։ Աստված ձեզ շատ օգնի։ Գրեք, զանգեք, ձեր հարցերը ուղղեք։ Մնաք խաղաղության մեջ։ Ամեն, ամեն։